որ շատ կանայք կարող են կոտրել կարծրատիպերը եւ նաեւ կանայք կարևոր դեր ունեն մարդկության մեջ։ Դրանցից մեկը Նազիկ Ավդալյանն է, ով հայ ծանրամարտիկ է, աշխարհի չեմպիոն եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 2009 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն։ Նա սկզբից 5-ից մինչև 17 տարեկանը զբաղվել է ակրոբատիկայով, բայց 18 տարեկանում որոշել է դառնալ ծանրամարտիկ, բայց ծանրամարտը կանացի սպորտաձև չէր, բայց նա որպես աղջիկ ամենաուժեղ ծանրամարտիկներից էր։ Բայց որ իրենց հանդիպել, անձամբ ես հանդիպել եմ համեստությամբ, կանանցիության խորհրդանիշ, այսինքն այս ծանրամարտ բարձրացնել չի լկտիացել ինքեր մեր ջանին, ինչպես ոմանք երեխեքյան։ Ինքը բարձրացել չի կոտրել, ընդամենը զբաղվել է, այո, տարները իրական գործունեության տեսակով, բայց որպես կին մայր իր հայ կնոջ կերպարի մեջ է համեստ եւ սուստ։ Չենք սովորում կանացիությունը։ Զինեդա Սիմոնյանը Հայաստանը ներկայացրած ռուս անվանի հրաձգի աշխարհի քառակի չեմպիոն, Եվրոպայի 15-ակի չեմպիոն, աշխարհի չեմպիոն, չեմպիոն, 60-ից ավելի ռեկորդների հեղինակ է և Հայաստանի օլիմպիական կոմիտեի գործադի կոմիտեի անդամ, չնայած որ հրաձիգը դա տղամարդուն բնորոշ է, բայց նա կին լինելով նվաճումները, հասավ նրանում, նվաճումներին հասավ նրանում, լավ։ Գոհան Լևոնի Բարդենյան։ Նա եղել է խորհրդային հայ հետախույզ 1968-1986 թվականներին։ Գոհար Բարդենյանը ծնվել է 1926 թվականին Լենինականում, 1930 թվականին նա ընտանիքով տեղափոխվել է Իրան, հետագան իր ամուսնու լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի հետ նրանք ամբողջ աշխարհով մեկ տասնամյակներ աշխատել են եւ ստացել են սովետական հետախուզության համար կարևոր տեղեկություններ։ Նաեւ ամուսինները շատ բազմաթիվ գործողություններ են կատարել, որոնք մինչև այժմ մնում են գաղտնի խորագրի ներքո։ Բայց մեկն արդեն դարձել է պատմություն եւ դրա շնորհիվ նրանց անունները հավերժացել են։ 1943 թվականին Թեհրանում Անիտան եւ Անդին օգնեցին խափանել գերմանական հատուկ ծառայությունների մահափորձը հակահիտլերյան կոալիցիայի երկրների ղեկավարների Ստալինի, Ռուզվելտի եւ Չերչիլի վրա։ Նա նաև դաստիարակել է շատ մութ հետախույզների, որոնցից մեկն էր նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա մահացել է 2019 թվականին։ Ամենատեր Բարդենյանը ուժերի առաջին դին գերագույն հատուկ ծառայությունների սպա։ Ամենատեր Բարդենյանի ծնողները ծերեսնալից մահապազապուր եղած Խարբերտից Պավուսնի դիմել դեպի ամատեր։ 1818 թվականի վերջին։ 1918 թվականի վերջին։ Աննա Տեր Վարդանյանի ծնողներն էին Մաթեոս Տեր Վարդանյանը, որ 27 տարեկան էր, նա երկրորդ համաշխարհային պատերազմից քիչ ժամանակ անց կամավորվել է որպես զինծառայող եւ մեկնել նավատոր։ Այո, ինը նավատորում դա չարիք է համարվում։ Նա եղել է հնարավոր բոլոր թեժ կետերում։ Աննա Տեր Վարդանյանը ստացել է ԵԻՆ կոչում 1959 թվականին։ Դա ամենաբարձր չէ, դա ամենաբարձր ռազմածովային կոչումն է։ Դրանից հետո Տեր Վարդանյանը նշանակվել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ ազգային ռազմածովային ներկայացուցիչ պաշտոն։ Իսկ հետո որտեղ է չէ աշխատել։
ԿՀՎ-ին որպես ներձավոր արվեստի գծով վերլուծաբան։ Ահա, այսինքն ինչ է ստացվում, որ երկու հայտին Երկու հայտի Միասին են աշխատում։ Մեկը մյուսի դիմաց։ Այն է, որ երկու հայտին եղել են համ ԽՍՀՄ-ում իսկ նաև մեկն էլ ԱՄՆ-ում։ Ասում են։ Դա փաստ է, չեթին խայ, միջերս մեր չեթին խայ է, ավազդացական։ Փոխգնդապետ Անահիտ Մարտիրոսյանը Արցախյան պատերազմի միակին հրամանատարն ով ծնվել է 1971 թվականին, իսկ 1989 թվականի հոկտեմբերի 20-ին առավոտյան տեղափոխվելով Հայաստան, նրա ճանապարհը գտնում են մի խումբ ավազակախում, որոնց մեջ նաև կար իր հարևանի տղան։ Նրա եւ իր որդիների աշխի դիմաց սպանում են իր ամուսնուն, իսկ նրան մի կերպ փախնելով հասնում են իր ծնողների մոտ։ Այնուհետև 1991 թվականին հոկտեմբերին թողնելով երեխաների ծնողների մոտ Անահիտ Մարտիրոսյանը գնում է առաջին գիծ պատերազմի, որպեսզի վրեժ լուծի։ Այնուհետև նա ստեղծում է Անահիտ ջոկատը, որը կազմված է լինում 13 հոգուց, որը Արգարչի Տեր-Թադևոսյանի ենթակայության տակ է։ Այնուհետև նա անզգուշաբար կանգնում է ականի վրա եւ 6 ամիս ունենում է լուրջ խնդիր։ Նա ժամանակի ընթացքում արդեն շատ վնասվածքներ է ունենում, բայց միևնույն է նա չի հանձնվում եւ գնում է կռվելու։ Իսական անուն ազգանունն է Անահիտ Աբգարյան։ Նա 1919-1920 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության դեսպանը Ճապոնիայում և Մերձավոր Արևելքում։ Բացի դրանից նա եղել է գրող և բարերար։ Զաբեր Թագուհին Լևոն մեծագործ թագավորի դուրսն է, Ռումինյաններից վերջինը, հոր մահից հետո կտակով հռչակվել է, որ նա եղել է Կիլիկիայի թագուհին։ 1226 թվականին ամուսնացել է Կոնստանտին Գունստավրի որդու Հեթումի հետ, սկիզբ են դրել Հեթումյանների արքայատոմին, ունեցել է 8 զավակ և իր ամուսնու հետ հավասար լիազորություններով կառավարել է։ Նա եղել է մեծագույն բարեգործ, ստեղծել է նոր վանքեր, հները ավելի վերանորոգել և վանքերիկից նաև կառուցել է դպրոցներ։ 1241 թվականին ստեղծել է Սիսումի հիվանդանոց, որտեղ բուժումը ցանկացած մարդու համար անվճար էր, և նաև պատմիչները արձանագրում են, որ նա երբեմն իր ուսերի հետ բուժել է հիվանդներին և մահացել է 1252 թվականին։ Էրատոն Արտաշեսյան Հինեսյայի վերջին ներկայացուցիչներից էր։ Նա Տիգրան երրորդի դուստրն էր և Տիգրան չորրորդի քույրը։ Նա Էրատոն Տիգրան չորրորդի հետ գահակալել է Քրիստոսից առաջ երկրորդի մինչև 1 թվականը, որից հետո Տիգրան չորրորդի զոհվելուց հետո Էրատոն հրաժարվել է գահից, իսկ հետո ապստամբություններից հետո 6 թվականին որոշում է նորից գահ բարձրանալ մինչև 12 թվականը և այդ ժամանակ երբ գահընկեց է արվում Հռոմի կողմից։ իրականում վերջին երեքը ես երեկ եմ ավելացնում եմ։ Առաջին կինը, որն արժանացել է Նոբելի մրցանակի, նայեցի, զգացի, որ ինչ-որ մի բան առաջին կինը, որ ստացել է Նոբելյան մրցանակ, եղել է Մարիա Սկլոդովսկա Կյուրի, որը ստացել է ֆիզիկայի Նոբելյան մրցանակ։
թվականը, 1903 թվականին։ Նա նաև միակ գինն է, որ ունի մի քանի մրցանակներ։ Երկրորդ մրցանակը նա ստացել է 1911 թվականին քիմիայի բնագավառում։ Առաջին կինը, որ էլ տիեզերք թվա, Վալենտինա Տերեշկովան էր։ Խորհրդային տիեզերագնացը 400 դիմորդներից ընտրվել է վաստով 6 տիեզերանավի օդաչուի դերում 1963 թվականին։ Նա 48 պտույտ է կատարել երկիր մոլորակի շուրջը 3 օրվա ընթացքում։ Առաջին երկիրը, որը կանանց ձայնի իրավունք է տվել, ժամանակակից դարաշրջանում Նոր Զելանդիան էր 1893 թվականին։ Վերջին 50 տարի